Իրենք սպասում էին եւ իրենք շատ շնորհակալական խոսքեր ասեցին մենք լսեցինք մեծականակ օրհնանքներ եւ շնորհակալական խոսքեր որ շնորհակալ եմ որ իրենց չենք մոռացել իրենց ներկայությունը կա եւ իրենց այցելել ենք մեկ տատիկը ուսուցչուհի էր հիշեց իր դասավանդման տարիները իր ուսանողներին մյուս տատիկը բուժաշխատող էր այսինքն երկուսն էլ կերտել են սերունդներ մեկը հոգևոր առողջությունը մյուսը ֆիզիկական առողջությունը եւ մենք այս նախագծի արդյունքում մենք ինքներս շատ հուզված եւ գոհ էինք տատիկների այդ վերաբերմունքից ասեմ որ նաեւ ընտանիքի անդամներն էին շատ հուզված եւ շատ շնորհակալ քաղաքային իշխանություններին եւ իսկապես ինչպես նշեց Նատալին շատ լավ կլինի որ վարակիչ դառնա քանի որ այլ համայնքներից նաեւ դիմում են օրինակ ես ունեմ Արմավիրի մարզից 98-ամյա մի ծանոթ պապիկ, որ ասում է, իսկ ինչի մեր վրա չի տարածվում, ասում ենք, որպիսի ձեր վրա տարածվի, պիտի ձեր համայնքը կարողանա դա ընդունի, մենք առաջինն ենք, թող լինենք առաջին ծիծեռնակը, մնացած համայնքների համար, որպիսի իրենք էլ կարողանան այս նախագիծը ընդունել եւ իրենց ավակ սերնդին պարգևատրել իրենց երկարակեցության համար։ Օգտվելով առիթից եւ այս մեր հանդիպումից, ասեմ, որ երկրորդ շնչառության շրջանակում մենք ներկայացում ենք պլյուս-մինուս 100 ծրագիր է, որի ժամանակ ցույց ենք տալիս այն մարդկանց, որ արդեն բոլորել են 100-ը եւ շատ մոտ են եւ այցելում ենք իրենց կյանքի պատմությունն ենք ցույց տալիս եւ շնորհակալ կլինեմ որպեսզի բոլոր այն մարդիկ որ ձեր շահառուներն են այս ծրագրի շահառուներն են նաեւ մենք ունենանք հնարավորություն նրանց հետ հանդիպելու եւ բարձրաձայնելու որովհետեւ եթե մենք Արմավիրցի պապիկին ցույց տանք իր ցանկությունը հայտնենք ինչպես եղել էր նախագիծը հեղինակած հղացած կնոջ դեպքում հնարավոր է որ տեղի իշխանություններն էլ որոշակի այսպես ասած փափուկ ճնշում զգան եւ բյուջեի միջոցներ գտնեն Նատալի, ասացեք, խնդրեմ, ընթացակարգը քաղաքացիները դիմում են որ համակարգին, երբ ինչ ժամկետներում է հնարավոր լինում այդ գումարը ստանալ։ Հիմա նշեմ, քաղաքացին երբ որ իր 100-ամյակը լրանում է, մեր համապատասխան վարչության աշխատակիցները գնում են իրենց այցելում են, տեսնում են իրենց իրավիճակը, եւս մեկ անգամ շնորհավորում են, հետո արդեն ավտոմատացված տվյալները համապատասխան գերատեսչություններից մեզ մոտ գալիս են։ Օրինակ, որ մենք նախագծի մեջ նշել ենք, որ պետք է անպայման լինի քաղաքացի եւ վերջին 5 տարին պարտադիր բնակություն հաստատած լինի Երևան քաղաքում։ Այդ ամբողջ տվյալները մենք ստուգում ենք, այսինքն քաղաքացին որևիցե տեղ չի դիմում։ Եվ արդեն հայ փոստի ծառայության միջոցով գումարը համապատասխանաբար փոստատարը տանում է եւ հասցնում է տատիկին կամ պապիկին։ Այսինքն տարեցը որևիցե տեղ գնալու կարիք չկա, մենք ինքներս ենք իրենց գտնում եւ ավտոմատացված համակարգով համապատասխան գերատեսչություններից տվյալները վերցնում ենք մեր գործընկերներից։ Եվս մեկ անգամ հիշեցնենք թվերը, այս տարի 2025-ի համար 40 անձի մասին էր խոսքը, որ 100 տարեկան են եւ ավելի, 48 ներողություն, իսկ բոլորած եղել են, այսինքն հետադարձ ուժը իրենց վրա էլ է տարածվում, իրենց առաջին հերթին վճարումները կատարվում են եւ 2025 թվականին եւս 24 անձի 100-ամյակ է լրանալու եւ տարվա ընթացքում ումը լրանալու է, իրենց այցելելու են, տեղեկացնելու են, որ իրենք ունեն ստանալիք եւ այլևս հավելյալ ոչ մի գործողություն չի պահանջվում քաղաքացիներից։ Միակ պահանջը վերջին 5 տարին հաշվառված լինելն է Երևան քաղաքում։ Բոլոր տվյալները ստանում են սոցիալ նախարարությունից եւ ոստիկանությունից, միգրացիոն ծառայությունից, որ վերջին 5 տարին հաշվառված է։ Ոչ մի հավելյալ փաստաթղթեր, ոչ մի դիմելու անհրաժեշտություն եւ փոստատարի միջոցով, քանի որ գիտենք տարեցները հիմնականում իրենց թոշակը ստանում են փոստատարի միջոցով, չունենալով հնարավորություն օգտվել բանկային համակարգից եւ քարտերից, իրենց այցելում է փոստատարը եւ հանձնում է իրենց վաստակը 1 միլիոն դրամը։ Հրաշալի նվեր է։ Դիանա, իսկ հետադարձ, այսինքն այն հատվածը, որ որոշում կայացվեց մարդիկ, որ արդեն 100-ն անց են, դա ընթացքում, կիրառման ընթացքում ի հայտ եկավ, թե ի սկզբանե նախատեսեցիք։ Ի սկզբանե նախատեսել ենք։
ի սկզբանե նախատեսել էինք, որովհետև անարդարացի կլիներ, որ հունվարի 1-ից հետո ումը լրանա իրենք ստանան, իսկ ումը արդեն իսկ լրացել է եւ մարդիկ կենթանի են, չկարողանան այդ հնարավորությունից օգտվել։ Մենք ի սկզբանե նախատեսել էինք, որ պետք է ունենա հետադարձության ուժ, որ իրենց եւս այդ պարգևը հասնի։ Նատալի, իսկ ընտանիքի անդամների համար արդյոք դա անակնկալ էր, որովհետև մարդիկ միշտ չէ, որ իրազեկ են իրենց վերաբերող կարգերից, օրենքներից, լավերից էլ, վատերից էլ, արդյոք եղել են դեպքեր, երբ անակնկալի են եկել մարդիկ, երբ որ իմացել են, որ իրենց տարեց հարազատին, տատիկին, այսպեսի պարգև է սպասվում։ Բնականաբար շատերի համար դա զարմանալի է եղել, որ մեր համապատասխան վարչության աշխատակիցները զանգահարել ասել, որ գիտեք, նման նախագիծ ունենք եւ ձեր տատիկին 1 միլիոն դրամ են պետք է նախատեսենք, իրենց համար դա զարմանալի է եղել, բայց հետո շատ շնորհակալ են եղել եւ ջերմորեն ընդունել են, այսինքն տեղեկատվությունը միջև օրս այդքան էլ տեղ չէր հասել, իհարկե մենք դրա վրա աշխատում ենք, բայց այնուամենայնիվ արձագանքները շատ դրական են եղել եւ ես մի կարեւոր բան եմ ուզում արձանագրեմ, որ այս նախագիծը այն նախագծերից է, որ հողի վրա դրա արդյունքը մենք զգացել ենք եւ այդքան ջերմություն, որ տատիկներից մենք ստացանք, երևի թե մեր ամբողջ կյանքի ընթացքում չէինք ստացել, շատ մթնոլորտը եւ ջերմությունը աննկարագրելի էր փոխանցել։ Հրաշալի, ես էլ հաճախականատես եմ լինում դրան, իսկապես եւ ընդունված տեսակետ կա, որ այն ընտանիքներում, որտեղ տարեցներին լավ են վերաբերում, խնամում են, իսկապես սիրում են, նրանք երկար են ապրում եւ այն անձինք, որ այսօր 100 տարեկան են, բոլորը գրեթե երկրորդ աշխարհամարտի մասնակիցներ են։ Իրենք նշեցին, որ 4 պատերազմ են տեսել ու տենց պատմում էին մանրամասնությամբ, հատկապես առաջին աշխարհամարտի մասով, ու բավականին հետաքրքիր է նման մարդկանց առհասարակ լսելը։ Իրենք շատ մեծ փորձառություն ունեն եւ շատ հետաքրքիր է ինձ լսելը։ Եվ կասեք, թե 2026-ի համար որքան նախատեսված գումար արդեն դա ներառված է բյուջեում։ Այս պահի դրությամբ մեր համապատասխան վարչության ֆինանսական վարչությունը արդեն 31 անձի փոխանցումը կատարել է եւ նախատեսվում է դեռևս մնացածի փոխանցումներն կատարել, այսինքն մոտ 16 հոգուներ պետք է փոխանցումները կատարվեն, իրենց 100-ամյակը լրանալուց հետո փոխանցումները կսկսեն կատարել 2025 թվականի ընթացքում։ Ինչ որ ժամկետ կա ծննդյան օրվանից հետո։ Լրանալուց անմիջապես հետո սկսվում է գործընթացը, մոտավորապես ծննդից հետո մոտավորապես 10-15 օրվա ընթացքում փոխանցումները կատարվում են, մինչև գտնում ենք տվյալ տատիկին, կոմունիկացնում ենք եւ այլն, մոտավորապես 10-15 օր տևում է միջինը, բայց այնուամենայնիվ փորձում են շատ ավելի արագ կազմակերպել այդ ամենը։ Հրաշալի է։ Իսկ մենք միշտ անդրադառնում ենք նաև սեռերին, կանայք են երկարակյաց, մեծամասնությունը կանայք են։ Կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ, չեն կարող ասել ինչի հետ է պայմանավորված։ Մեր եթերում ասել են կանայք ավելի ուշադիր են այս առողջությանը, թնգթնգում են, բժշկի գնում են, իսկ պապիկները անգամ եթե ցավ ունեն, երբևէ չեք լսել, չէ՞ բողոքող պապիկի մասին։ Ես մի հատ հավելում անեմ, ընդհանուր թիվը 48-ն է, այսինքն համ լրացածների թիվը եւ ումը պետքա լրանը։ Ընդհանուր մենք ունենք Երևան համայնքում 48 100-ամյակը լրացած եւ ավել քաղաքացիներ եւ 31-ը արդեն իրենց փոխանցումը կատարել են։ Մնացածները հնդածս իրենց 100-ամյակը լրանալուց հետո կկազմակերպեն։ Հրաշալի է, կեսից ավելին արդեն ստացել են։ Այո։ Եվ իրենցից 33-ը կին են եւ 15-ը տղամարդ։ Մեր ունեցած տվյալներով։ Էլի լավ հարաբերակցություն։ Հրաշալի։ Նախորդ տարիների վերլուծությունը անելով մենք պարզել էինք, որ նախորդ 6 տարվա ընթացքում 177 քաղաքացու 100-ամյակ է լրացել, այսինքն միջին հաշվով դա գալիս է մոտ 30 քաղաքացի տարեկան, 30-ից ոչ ավելին։ Եւ հաջորդ տարիներին եւս այս պահի տվյալներով հնարավոր է լինեն ավելին, բայց հուսով ենք Մարդիկ գնալով երկարակյաց են դառնում։ Այո, դա աստված, որ քանի գնա ավելին աճի, վիճակագրությունը ցույց տա, որ 30-ը միջինը դառնում է 35 եւ 40, այդ բերից քաղաքային իշխանությունը չի վախենա եւ բաց ճակատով գնացել ենք այդ որոշմանը եւ հուսով ենք այս նախագիծը պատմական նշանակություն կունենա, սա ժամանակավոր չի լինի, ճիշտ է մենք ենք նախաձեռնություն արել, բայց ուզում ենք, որ երկար կյանք ունենա տևի
տարիներ, տասնամյակներ, որովհետև դա ավականու որոշում է, դա մինչև չեղարկվի, պետք է ինքը շարունակական գործողության մեջ լինի, դա օրենքի ուժ ունի։ Եվ հուսով ենք, որ տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ այս որոշումը կիրառվի, ավանդույթ լինի։ Քաղաքացիներն էլ գող կլինեն, որ քաղաքային բյուջեն, որ գոյանում է հարկերից, այս մի տեղում միաձայն բոլորը միանշանակ կողմ կլինեն, որ խրախուսեն երկարակեցությանը, որտեղ բոլորն էլ հնարավորություն ունեն երկար ապրելու եւ պարգև ստանալու դրա համար։